Դե օրվա նորությունը ադրբեջանական երկաթուղով Հայաստան բեռներ են հասնում։ Ինչին վերագրել այսպիսի շրջադարձը։ Ես կարծում եմ դա ցնցող նորություն չէ։ Դա ընդհանրապես ռուսների եւ ադրբեջանցիների միջև պայմանավորվածություն է դիվերսիֆիկացնել տրանսպորտային հաղորդակցությունը։ Եվ ես չեմ կարծում, որ դա չափազանց ուրախության նյութ է, ինչպես որ փորձում է իշխանությունը մեզ ներկայացնել։ Դա լավ է, որ մենք կարողանում ենք դիվերսիֆիկացնել։ Ինչն է վատ։ Վատն այն է, որ դա փորձում են ժողովրդին ներկայացնել որպես խաղաղության օրակարգի մի մաս, բայց մենք գիտենք, որ ցանկացած պահի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ցանկացած կոմունիկացիա Հայաստանի համար կարող է փակվել։ Հիմա Ադրբեջանը իր երկաթուղին տրամադրել է։ Հիմա տրամադրումը շատ լավ է։ Ղազախներն են բերում, հիմա ռուսներն են միացել։ Շատ լավ է, որ տրամադրում է, բայց ամենայն մեր ամբողջ վստահությունը ներդնել միայն այդտեղ եւ ասել, որ վերջ արդեն մենք ունենք այդ ճանապարհը, ես կարծում եմ դա ողջամիտ չէ։ Պետք է բոլոր դեպքերում այսպիսի հարցերին մոտենալ խիստ զգուշավոր լավատեսությամբ։ Հա, դեմ չեմ։ Եվ հետո ինչ է, մենք սոված նստած էինք, Ադրբեջանը թողեց, որ հացահատիկ անցնի, հասնի Հայաստան, չէ, դա այդպես էլ է, այդքան էլ այդպես չի, որ ներկայացնում են որպես մեծ ձեռքբերում։ Եվ եթե ճիշտը խոսենք, նույնիսկ ամենավատ տարիներին Հայաստան հացահատիկ մտել է Թուրքիայից, ասենք, այնպես որ դա մեծ դիվանագիտական ձեռքբերում չէ։ Ես չեմ ասում մնանք Լարսի հույսին, բայց նաև պետք չէ ասել, որ մենք որպես այլընտրանք ունենք այս ճանապարհը, որովհետև Ադրբեջանի կողմից այս պահին ցանկացած ժեստ Հայաստանին, դա տեղավորվում է նախընտրական խաղաղության շրջանակում։ Եվ դա կարող է ունենալ իր ավարտը, երբ որ Հայաստանը օրինակ 26 թվականից հետո չկատարի իր տնային աշխատանքը, ինչպես որ պահանջում է Ադրբեջանը։ Իսկ ինչ է պահանջում Ադրբեջանը պահանջում է տարածքների իր անկլավների, այսպես կոչված անկլավների վերադարձ։ Ադրբեջանը պահանջում է 300,000 ադրբեջանցիների վերադարձ։ Ադրբեջանը պահանջում է, որ մենք մեր պատմության դասագրքերից ջնջենք Արցախը, որ մենք հետ քաշենք մեր հայցերը, որ այստեղ չխոսեն Արցախի մասին, այլապես կարող է դա վերագրվել որպես ռասայական անհանդուրժողականություն, բայց իրենք կարող են օրինակ խոսել արևմտյան Ադրբեջանի մասին։ Ադրբեջանը պահանջելու է մեր ղեկավարներին նախկին որպես պատերազմական հանցագործներ։ Ադրբեջանը շատ պահանջներ ունի եւ իհարկե գլխավոր պահանջը, որը ես կարծում եմ բանավոր պայմանավորվածությունը այդպես էլ կա, դա սահմանադրության փոփոխումն է եւ անկախության հռչակագրի հանումն է սահմանադրությունից։ Հայաստանի արտգործնախարարը այսօր ասաց, որ բանակցություններում այդպես հարց չի քննարկվում։ Հայաստան ուղղակի իշխանությունները արդեն հասկացել են, որ այս հարցը ժողովուրդը չի մարսում, որովհետև ժողովուրդը իր հերթին է հասկացել, որ դա մաքուր Ադրբեջանի պահանջն է։ Այո, իհարկե, իրենք փորձում են այդ հարցը մի կողմ դնել, այսինքն հանել օրակարգից ինչ-որ կերպ, բայց դա արդեն գնացել է, մարդիկ հասկացել են, որ Ադրբեջանի պահանջը սահմանադրության մասով կա, եւ Փաշինյանը պայմանավորվել է, որ կատարելու է այդ պահանջը։ 2026 թվականի ընտրություններից հետո դուք կարծում եք այդ պայմանագիրը եւ խաղաղության թուղթը, որ կնքել են, ինչի համար է։ Փաշինյանի վերընտրության համար է։ Ճիշտ է, հիմա մարդիկ մարզերում օրինակ ասում են, դե խաղաղություն է, կրակոց չկա, տեսնում եք, կրակոց չկա։ Իհարկե չի լինի, ոչ մի կրակոց մինչեւ 2026 թվականի հունիսը չի լինի։ Այո, հետո կլինի, երբ որ Հայաստանը չի ուզենա կատարել պահանջները։ Իսկ այն պահանջները, որոնք պատրաստ է թիրախավորել նաև օգոստոսի 8-ի համաձայնագիրը։ Իհարկե, Բաքվի համար դա ընդհանրապես թուղթ է, որը ոչ թե պատասխանատվություն է Հայաստանի արչև եւ միջազգային հանրության եւ ԱՄՆ-ի արչև որպես խաղաղության համաձայնագիր, այլ դա մահակ է Հայաստանի գլխին այդ թուղթը, որ եթե հանկարծ իմուզածով չլինի, այդ թուղթը չի լինելու։ Այսինքն այդ թուղթը վերջնական ստորագրման փուլին չի հասնելու։ Վաշինգտոնը ինչ գործ ունի այստեղ այդ Վաշինգտոնում է ստորագրվել։ Վաշինգտոնի դերը ո՞րն է այստեղ։ Ուղղակի վկայի ստորագրությամբ։ Ոչ մի դեր չունի Վաշինգտոնը։ Վաշինգտոնը երաշխավոր չի կանգնել այդ փաստաթղթի համար։ Վաշինգտոնը պարզապես հրավիրել է կողմերին եւ ԱՄՆ-ի նախագահը որպես վկա է եղել այդ հանդիպմանը
Եվ փորձել է դա միջազգային հանրությանը ներկայացնել, որ ինքը այդ կողմերին բերել է խաղաղության։ Չնայած ճիշտ է, հետո մոռացել է, թե որ կողմերին է բերել խաղաղության, հա։ Հայաստաններ, Կամբոջաներ, թե որներ, բայց հայկական ընտրությունների վրա Սարերի հետևում չի այդ ընտրությունը, որ գործոնը արտաքին էական կլինի։ Արտաքին էական գործոնը հայ-ադրբեջանական հարաբերություններն են եւ մենք արդեն տեսնում ենք, որ իշխանությունը դա շանտաժի գործոն է դարձնում այն առումով, որ եթե մեզ չընտրեք, չի լինելու խաղաղություն։ Հիշում եք մի ժամանակ Փաշինյանը հայտարարում էր հեղափոխության ժամանակ, եթե ես չլինեմ վարչապետ, Հայաստանը չի ունենալու վարչապետ։ Հիմա սա հերթական շանտաժն է, որ եթե ես չլինեմ, ես չվերընտրվեմ, լինելու է պատերազմ, բայց սա սուտ է, մանիպուլյացիա է եւ շանտաժ է, որովհետեւ Հայաստանում չկա որևէ քաղաքական ուժ ընտրություններին առաջադրվելու հայտ ներկայացրած, հայտ չներկայացրած, չկա այդպիսի ուժ, որը պատերազմի կոչ է անում եւ որը ասում է, որ մենք չենք կարգավորելու հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Ասում է պետք է Արցախը վերադարձնել կամ վերադառնալ Արցախ։ Ես կարծում եմ վերադառնալ Արցախ դա այլ հարց է։ Արցախը վերադարձնել իհարկե դա հերթական սուտն է լինելու, ինչպես փորձեցին 2021-ին օգտագործնել նախկին իշխանությունները եւ ստանալ մանդատներ, բայց արդեն դա չի աշխատելու։ Իսկ արցախցիներին վերադարձնելը դա այլ հարց է եւ այո, դա պետք է լինի օրակարգում։ Ինչու Ադրբեջանը կարող է ադրբեջանցիներին վերադարձնել Հայաստան, մենք չվերադարձնենք արցախցիներին։ Արցախ։ Այս հարցը պետք է միշտ օրակարգում թողնել, որովհետև Ադրբեջանը մեր առջև բացել է լիքը հարցեր, իսկ մենք գնալով փակում ենք բոլոր հարցերը։ Այսինքն դիվանագիտական սեղանի վրա մենք կռիվ տալու, հակազդելու որևէ հարց չենք թողնում, եւ սա խնդիր է։ Ահա, Բաքվի դատավարությունը ավարտվում է։ Այդպիսի հայտարարություններ են գալիս։ Բա այս խնդիրը որ օրակարգում է մնալու։ Այս խնդիրը բարդ է այն առումով, որ ցավոք սրտի ի տարբերություն ռազմագերիների ես կարծում եմ, պետք է այս հարցում ազնիվ լինել, որ հայ ժողովրդին այդքան էլ չի ուզում այդ մարդկանց ճակատագիրը։ Եվ իշխանությունը օգտվում է այդ առիթից։ Իշխանությունը օգտվում է այդ առիթից ընդհանրապես չբարձրացնելով եւ չարծարծելով այդ հարցը։ Վաշինգտոնում հնարավորություն եղել է այդ հարցը բարձրացնելու, մենք բաց ենք թողել այդ հնարավորությունը։ Ինչու՞, որովհետեւ դա մեզ պետք չէ։ Քիչ առաջ ասում եք Վաշինգտոնը ընդհանրապես դիտորդ էր այդտեղ։ Ինչ էր անելու դիտորդ այդ հարցում։ Այնտեղ քննարկում եղել է եւ նույնիսկ օբյեկտիվների մոտ բաց քննարկում է եղել եւ ԱՄՆ նախագահը առաջարկել է այդ հարցը եւս քննարկել եւ Հայաստանը դեմ է եղել այդ։ Այո, Հայաստանը դեմ է եղել։ Դեմ է եղել գերիների վերադարձին։ Այո, դեմ է եղել հարցի քննարկմանը նշանակում է դեմ է գերիների վերադարձին։ Իհարկե, միջև ընտրությունները կվերադարձնեն մի 10 հոգի ռազմագերիներ եւ դրանով կփակվի գերիների վերադարձի թեման այս իշխանությունների համար, որովհետեւ նախկին նախագահներին, այո, եւ քաղաքական եւ ռազմական գործիչներին այս իշխանությունը չի համարում գերի եւ ավելին միգուցե այն Քանի որ այս իշխանությունները միացել են կարծես թե Ադրբեջանի, Ալիևի, Արևմտյան Ադրբեջան արշավին, իրենց համար այդ մարդիկ եւս երևի արդեն հանցագործներ են։ Եվ սա շատ տխուր է։ Բաքվում հայտնվելու մեջ ռուսական մեղք կա։ Ես չեմ կարող ասել։ Եթե ռուսները խոստացել էին, որ նրանք կհայտնվեն ոչ թե Բաքվում, այլ Երևանում, կա։ Եթե չեն խոստացել, ուրեմն չկա։ Այդ հարցը երևի մենք պետք է տանք այդ մարդկանց, որովհետև իրենց պետք է տրվեր այդ երաշխիքները։ Եթե այդ երաշխիքները տրվել են, չեն վերադարձվել, ուրեմն կա, եթե չեն տրվել նման երաշխիքներ, ուրեմն չկա։ Ի տարբերություն Բաքվում գտնվողների շատ ղեկավարներ հանգիստ Երևան են տեղափոխվել, չէ՞։ Դա չի զարմացնում։ Ընդհանրապես Եվ պատերազմը եւ պատերազմից հետո եւ 23 թվականին շատ բաներ կա, որ մեզ զարմացնում են, բայց մենք դրանց մասին կիմանանք միայն այս իշխանությունների գնալուց հետո։